միևնույն է, ձեր բաղեղները անպայման կաճ են։ Դե ինչ, խնդրում եմ բաժանորդագրվեք իմ կանաչ դրախտը YouTube-յան ալիքին, իսկ ես խոստանում եմ, որ գնալով էլ ավելի հետաքրքիր կդառնան հաղորդումները։ Բաղեղի բազմացման մասին հիմա ես կներկայացնեմ եւ նշեմ, որ պարտադիր չէ, որ դուք անպայման պետք է գնեք, դուք կարող եք ընդամենը մեկ ճյուղից ունենալ մի քանի բաղեղի բույսեր։ Ինչպես տեսնում եք, ես հերթով նայում եմ այս ճյուղերը եւ ընտրում եմ այն ճյուղը, որի վրա արդեն կան սաղմնային արմատիկներ։ Ահա, տեսնում եք, այդ ճյուղը, որի վրա սաղմնային արմատիկներ։ Այսինքն, այսպիսի բաղեղի ընձյուղներով կտրոնները շատ ավելի արագ են բազմանում, ընդամենը մի 15 օրից դուք կարող եք ունենալ նոր բույս։ Հիմա ես այստեղից կտրեմ եւ գնանք ներկայացնենք, թե ինչպես կարող ենք բազմացնել բաղեղները։ Արդեն մենք տեղափոխեցինք բույսերը ավելի հարմար վայր, այսինքն սեղանի վրա, քանի որ բարձր տարածքում ավելի հեշտ է աշխատել գյուղատնտեսական աշխատանքներով եւ միշտ հիշեք, կարիք չկա անընդհատ ներքևիչներ, կռանալ, բարձրանալ, նույնիսկ հողատարածքում, ջերմոցում կամ որևէ ձեր այն հատվածում, որտեղ կատարում եք գյուղատնտեսական աշխատանքներ, միշտ ունեցեք սեղան, որտեղ դուք կարող եք աշխատել, քանի որ եթե հարմար չլինի ձեր աշխատանքային տարածքը, ապա դուք շատ արագ կհոգնեք եւ արդյունավետությունը բավականին կընկնի։ Տեսեք, վերցնում ենք այս ճյուղը, որի վրա փոքր արմատիկներ են։ Եվ կտրում ենք 10-ից 15 սանտիմետր, օրինակ, իմ այս չափը մոտ 15 սանտիմետր է։ Եվ այսպես մոտավորապես ես կտրում եմ, տեսեք, կտրումներ։ Եվ կարելի է ներքևի հատվածի տերևները վերացնել եւ պատրաստել տնկման աշխատանքների։ Մի կարևոր բան եմ ուզում նշել, դուք երբեք մի անհանգստացվեք, որ ճյուղը այն կողմից չեք բռնել, որը որ կա ձեր ձեռքում, այսինքն այս ուղղությամբ։ Եթե նույնիսկ կտրոնները լինեն հակառակ ուղղությամբ, միևնույն է, ձեր բաղեղները անպայման կաճեն, մի անհանգստացեք։ Օրինակ այս տարբերակում կարիք չկա հիմքը խփել, որպեսզի արմատակալումը ավելի արագ լինի, քանի որ արմատները կան։ Ամեն դեպքում, եթե չկան սաղմնային արմատիկները, ապա մի փոքր հարվածում եք հիմքի վրա, այսպես, որպեսզի վնասեք հիմքը։ Եթե ունեք աճի խթանիչ կամ գոմախտի հեղուկ պատրաստեք, դուք մոտ 1-2 շաբաթ կարող եք այս կտրոնները դնել ջրի մեջ, այսինքն դուք գիտեք, գոմախտի լուծույթը ինքը աճի խթանիչի դեր է կատարում նաև, որից հետո մի քանի ժամ պահելուց, նույնիսկ փոքր երկար նույնպես կարելի է, որից հետո դուք արդեն կտրոնները դնում եք հողի մեջ, որտեղ այս հողը նախապես պատրաստված է։ Այս հողի մեջ կա նաև պերլիտ, կա ավազ եւ սովորական հող։ Այս պայմաններում շատ ավելի հեշտ է արմատակալում, քանի որ ավազը ինքը պահպանում է խոնավությունը եւ պերլիտը, ինչպես գիտեք, օրգանական պարարտանյութ է եւ ինքը ապահովում է խոնավության ռեժիմը եւ հողի թթվությունը։ Երկրորդ տարբերակը կոնկրետ կտրոնը կարող ենք դնել ուղղակի մաքուր ջրի մեջ։ Եթե ունեք սաղմնային արմատիկներ, ապա աշխատեք արմատի հատվածը ներքևի մասում լինի։ Նույնիսկ եթե ձեզ թվում է, թե հակառակ են տերևները։ Այսինքն տեսեք, օրինակ այստեղ կա սաղմնային արմատիկներ, կարող է այստեղ կա սաղմնային արմատիկներ, այս կողմում կարող է հակառակ լինել, միևնույն է, դուք դնում եք ջրի մեջ։ Դնում եք լուսավոր, բայց ոչ ուղիղ արևի ճառագայթների մեջ։ Այս դեպքում, եթե մենք ջրում ենք
կտրոնավորել եւ փորձում ենք որ ստանալ նոր տնկիններ, միշտ հիշեք, որ 1-ից 2 շաբաթ է տևում արմատակալումը, այսինքն 2 շաբաթից դուք արդեն կունենաք նոր բույսեր, որից հետո դուք կարող եք տեղափոխել հող։ Երբեմն մարդիկ կուսակում են լրացուցիչ աշխատանքից եւ փորձում են միանգամից դնել հողի մեջ։ Այս դեպքում հիշեք, որ արմատակալման process-ը բավականին ձգձգվում է եւ կարող է տևել 2-ից մինչեւ 4 շաբաթ։ Այսքանը բաղեղների բազմացման մասին ես նշեմ, որ եթե դուք վերցնեք շատ հետաքրքիր գեղեցիկ ծաղկամաններ եւ մի 4-5 բաղեղ դնեք մեկ ծաղկամանի մեջ, ապա դա շատ հետաքրքիր կախովի ծաղկամաններ կարող են լինել եւ վստահ եմ, որ թե ռեստորանները, թե հյուրատները, եթե անհատ մարդիկ կարող են ձեզանից գնել, այսինքն բաղեղը կարող է նաեւ ձեզ համար դառնալ բիզնեսի աղբյուր, թե որպես դեկորատիվ բույս, թե որպես կենցաղում օգտագործող եւ թե նաեւ որպես դեղաբույս։ Մոռացա տեղեկացնել նաև ջերմաստիճանի մասին, ինչ ջերմաստիճանում պետք է բազմացնել կտորները, կապ չունի հողի մեջ, թե ջրի մեջ, միշտ հիշեք, որ անպայման գիշերը նվազագույն ջերմաստիճանը պետք է լինի 18, այդ ժամանակ ավելի հեշտ է արմատակալում, ցերեկը 25 աստիճանը գոնե պետք է ապահովեն։ Նույնիսկ դրանից ցածր եւ բարձր իհարկե բույսը կգոյատևի կարմատակալի, բայց process-ը բավականին երկար կարող է տևել նույնիսկ ամիսներ։ Եվ մի փաստ եւս, եթե դուք նկատեցիք, ես թե ջրի մեջ, եւ թե հողի մեջ հիմքի բոլոր տերևները վերացնում եմ, այսինքն փոգում եմ եւ թողնում եմ ընդամենը վերևի 1-2 տերևը։ Դուք կարող եք մեկնաբանությունում նշել ձեր տարբերակը, թե ինչպես եք բազմացնում բաղեղը։